Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան։ Բարև ձեզ, ողջունում եմ մեր լսարանին։ Պարոն Գասպարյան, հետևում եք անշուշտ ներքաղաքական կյանքում ինչ է տեղի ունենում եւ մի այսպիսի խոսույթ է Նիկոլ Փաշինյանը գցել քաղաքական դաշտ, որ եթե ԿՊ-ն մեծամասնություն չեղավ, այն էլ սահմանադրական, ամենաուշը սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ է լինելու։ Դուք վարչապետի այս խոսույթը ինչպես կմեկնաբանեք։ Նախ ասեմ, որ ես ընդհանրապես սխալ եմ համարում, որ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը զբաղված են Նիկոլ Փաշինյանի տարբեր տեսակի վարկածների, թեզերի, կանխատեսումների մեկնաբանությամբ։ Սա արմատապես անընդունելի եմ համարում, որտեղ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ այդպես մի թեզ առաջ քաշելով ինքը իրականում տիրում է նախաձեռնությանը եւ օրակարգ է թելադրում, քաղաքական օրակարգ, մինչդեռ պիտի լինի հակառակը, քաղաքական օրակարգը պիտի թելադրեն հենց ընդդիմադիր ուժերը։ Սա իմիջիայլոց։ Ինչ վերաբերում է պատերազմի, վերահաս պատերազմի Նիկոլ Փաշինյանի հերթական թեզին, ապա ասեմ նախ, որ սա սեփական ժողովրդի հետ ուրեմն շանտաժի լեզվով խոսելու հերթական փորձն է եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի կողմից առավել եւս երկրի ղեկավարի կողմից նման մոտեցումը ցինիզմի դրսևորում է սեփական ժողովրդի հետ խոսել շանտաժի լեզվով։ Մենք հիշում ենք Նիկոլ Փաշինյանը նույն կերպ էր վարվում 18 թվականին, այսպես կոչված հեղափոխության օրերին, երբ նա ասեց կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, նույն շանտաժի քաղաքականություններ բռնել 21 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, եթե ինձ չընտրեք, սևերը հետ կգան, Քոչարյանը հետ կգա եւ այլն, սա արմատապես անընդունելի է։ Հաջորդը զավեշտալի է, երբ որ պատերազմի մասին խոսում է մարդ, որի իշխանության օրոք մենք ունեցել ենք 3 պատերազմ, 44 օրյա դավադիր պատերազմը, Ջերմուկի ագրեսիան 22 թվականի եւ Արցախի 1 օրյա պատերազմը, որը ավարտվեց Արցախի հայաթափմամբ։ Հաջորդը ուրեմն Նիկոլ Փաշինյանը թյուր պատկերացում ունի խաղաղության մասին եւ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե կանխել պատերազմ նշանակում է լայն ժպտալ Ալիևին, հաճոյանալ Ալիևին կամ Էրդողանի գիրկը պինդ սխմել կրծքին։ Մինչդեռ դա առնվազն քաղաքական տհասություն է կամ դիտավորյալ սեփական ժողովրդին մոլորեցնելու փորձ։ Ոչ, պատերազմը կանխվում է, ցանկացած պատերազմ կանխվում է միայն, երբ որ թշնամին գիտի, որ քո վրա հարձակվելու դեպքում ինքը կամ կպարտվի կամ գոնե չի հաղթի եւ ասենք հաղթող չի լինի, հա, երկու կողմերն էլ կունենան իրենց համար անընդունելի կորուստներ, այսինքն երբ որ կա ռազմաքաղաքական բալանս, երբ որ այդ բալանսը խախտվում է կողմերից իօքուտ կողմերից որևէ մեկին, հաջորդ դիմացի կողմը միշտ ունենում է գայթակղություն հարձակվելու։ Այդպես է եղել մարդկության պատմության ամբողջ հազարավոր տարիների ընթացքում։ Ռազմաքաղաքական բալանսը ցավոք սրտի խախտված է հիմա իօքուտ Ադրբեջանի, մեր բոլոր նախկին ղեկավարների եւ ներկա ղեկավարների մեղքով եւ ռազմաքաղաքական բալանսի վերականգնումն է եւ իրական դաշնակիցների ձեռքբերումն է միայն, որ թույլ կտա Հայաստանի խուսափել պատերազմից։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում եղած քաղաքական ուժերից միակ քաղաքական ուժը, որը կարող է վերականգնելով ռազմաքաղաքական բալանսը կանխել պատերազմի վտանգը, դա ազգային ժողովրդավարական բևեռն է։ Ինչու՞, շատ պարզ, որովհետև միակ քաղաքական ուժը, որը հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական դաշնակցային սերտ հարաբերություններ հաստատելու օգտին, դա բևեռն է, մասնավորապես խոսքը գնում է ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կամ major non-NATO ally
of the United States կարգավիճակի ձեռքբերումն է, որը թույլ կտա կտրուկ վերազինել մեր բանակը ժամանակակից զենքով, համատեղ զորավարժություններ, համատեղ զենքի արտադրություն կազմակերպել եւ այլն։ Իսկ քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը կարող է ունի այդ պոտենցիալը ռազմական, քաղաքական զսպել մեր թշնամիներին, Թուրքիային եւ Ադրբեջանին, ապա որևէ այլ երկրի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատման դեպքում ռազմաքաղաքական բալանսը չի վերականգնվի եւ պատերազմի վտանգը չի վերանա, առավել եւս Ռուսաստանի, որը որ ոչ միայն ցանկություն չունի պաշտպանել Հայաստանին եւ մենք դա բազմիցս տեսանք եւ ապրիլյան եւ 44-օրյա պատերազմի ժամանակ, այլև հնարավորություն չունի դա անել, նախ որովհետեւ Ռուսաստանը խրված է Ուկրաինայում եւ սեփական բանակը ծանր կորուստներ է կնում եւ երկրորդը որովհետեւ իր շահերը համընկնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ ինքը ամենայն ցանկությամբ հանդերձ չի կարող դա անել, մենք տեսանք, որ Թուրքիայի կողմից ռուսական օթանավի եւ դեսպանի սպանություն օթանավը խփելուց եւ դեսպանի սպանելուց հետո Պուտինը ընդամենը բավարարվեց թուրքական լոլիկները արգելելով եւ տեսանք նաեւ Ադրբեջանի պարագայում խոցված օթանավի միջադեպը, երբ որ Պուտինը ի վերջո ստիպված էր ներողություն խնդրել Ալիևից։ Հետևաբար միակ երկիրը, որը կարող է մեզ օգնել խուսափել պատերազմից, դա ԱՄՆ-ն է եւ միակ քաղաքական ուժը, որը որ հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու, դա ազգային ժողովրդավարական բևեռն է։ Մնացած ամեն ինչը քաղաքական դեմագոգիայի ժանրից է եւ քաղաքական մանիպուլյացիա է սեփական աթոռը պահպանելու նպատակով։ Դուք նշեցիք, որ սա շանտաժ է Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչ է կարծում, այդ շանտաժը կաշխատի, ազդեցություն կունենա ընտրողների ազատ կամ արտահայտման վրա, թե ոչ։ Այն մարդիկ, ովքեր չեն հասկանում այն, ինչ ես քիչ առաջ ասեցի, այսինքն քաղաքականապես բավականաչափ հասուն չեն եւ կարծում են, որ Նիկոլը Ալիին հաճոյանալով եւ անվերջ զիջումներ անելով կարող է կանխել պատերազմ, ցավոք սրտի Նիկոլի հետ կուտը են եւ Նիկոլին կքվեարկեն։ Ես հույսով եմ, որ նման քաղաքականապես տհաս մարդիկ արդեն մեր երկրում շատ քիչ են, հաշվի առնելով մեր դառը փորձ։ Պարոն Գասպարյան, բայց դուք ընդդիմադիր մյուս ուժերի մոտ տեսնում եք խոսույթ, որը միտված է պատերազմի, ռազմական գործողությունների, թե ոչ։ Պատերազմի ռազմական գործողությունների վերսկսելու որևէ կոչեր բնականաբար որևէ քաղաքական ուժ չի անում։ Իհարկե բոլորը խոսում են խաղաղությունից, որ նրանք կողմ են խաղաղության եւ այլն։ Բնական է, բոլորը կողմ են, ոչ մեկ պատերազմ չի ուզում, բայց լատինական ասացված կա, si vi pace para bellum, ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, եւ հետեւաբար այն քաղաքական ուժերը, որոնք իրոք ուզում են սեփական երկիրը տանել դեպի կայուն եւ արժանապատիվ, սա շատ կարեւոր է, արժանապատիվ խաղաղություն, պիտի հանդես գան ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների օգտին եւ ռազմաքաղաքական բալանսը վերականգնելու օգտին։ Արժանապատիվ խաղաղության մասին խոսելուց ես նկատի ունեմ իհարկե այն Արցախի հարցը, Նախճեվանի հարցը, տարածքային հարցերը, որոնք գոյություն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ որոնք պիտի լուծվեն քաղաքակիրթ ձևով ՄԱԿ-ի միջազգային դատարանում, միջազգային օրենքների եւ միջազգային հանրության կողմից ճանաչված իրական փաստաթղթերի հիման վրա, իսկ համաձայն այդ փաստաթղթերի վերանշված տարածքների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության մանդատը։ Հենց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դա է պատերազմ հրահրող խոսույթը, երբ որ պահանջեն Արցախ, Նախիջևան, Արևմտյան Հայաստան,
շարունակեն ասեն, որ Արարատը Նարեկ ջան, դու անդադ ինձ բերում ես Նիկոլ Փաշինյանի ասացները եւ խնդրում ես ինձ մեկնաբանել, արի պայմանավորվենք, որ ես հիմա վերջին անգամ կմեկնաբանեմ Նիկոլ Փաշինյանի Ես ասացները։ ազատ եմ իմ հարցերը տալու մեջ, դուք ազատ եք ձեր պատասխանները։ Ուղղակի ես ասեցի, ես հասկանում եմ, բայց ես ասեցի, որ Նիկոլ Փաշինյանի ասացները մեկնաբանելը դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։ Մենք ընկնում ենք Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգի մեջ։ Ինչևից է մեկնաբանեմ, որ չասեք խուսափեցի պատասխանից, ուրեմն եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանը կլինի պատերազմ։ Ինչի? Որովհետև Ալիևը կշարունակի ստիպել Հայաստան գնալ հետագա զիջումների, այսինքն փոխել սահմանադրություն, Հայաստանում տեղավորել 300,000 ադրբեջանցիներ, Ադրբեջանը չի թաքցնում, որ ունի տարածքային պահանջներ Հայաստանի հանդեպ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան խոսույթը նրանք անդադ շեշտադրում են, Սյունիք, Գեղարքունիքի, Սևանի մի հատվածը եւ այլն, եւ բնականաբար եթե կա խախտված ռազմաքաղաքական բալանս եւ զիջումների պատրաստ քաղաքական վերնախավ եւ իշխանություն Հայաստանում, Ադրբեջանը հարմար եղած պահին կդիմի ռազմական ագրեսիայի, ինչպես մենք տեսանք արդեն Ջերմուկում, Սև լճում եւ այլն։ Պարոն Գասպարյան, Հայաստանի վարչապետն ու Վլադիմիր Պուտինն են խոսել, հայկական կողմը նշում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ Ռուսական կողմը նշում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել հեռախոսազանգը։ Նիկոլ Փաշինյանը ինչու էր ձեզ զանգել Վլադիմիր Պուտինին։ Մենք չգիտենք ինչի մասին են նրանք խոսել, այդ պաշտոնական այդ բանը, զեկույցը, այսինքն պաշտոնական ղեկավարությունը որոշել է երկու հարաբերությունների մասին, սա հանրագիտական ձևակերպում է, բնական է նրանք պետք է երկկողմ հարաբերությունների մասին խոսեն։ Փաշինյանը Պուտինի հետ չի խոսի ռուս-ֆրանսիական, հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, բայց այստեղ կարևորը իրոք այն է, դուք ճիշտ եք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի ասել է թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, ես կարծում եմ եւ հավանաբար պիտի ենթադրենք, որ Փաշինյանը ընտրել է Վլադիմիր Պուտինին իրեն ընդունել Մոսկվայում, հավանաբար Նիկոլ Փաշինյանը զգում է, որ ինչ-որ բան փոխվել Մոսկվայում եւ վերընտրվելու համար կարիք կա նորից գնալ Մոսկվա, Մոսկվայի դաբրոն ստանալու կամ ամրապնդելու համար։ Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց ընդհանուր առմամբ սա է, հասկացողները հասկացան։ Ինչ լրացուցիչ բան գիտեք, որ չեք ուզում փակագծեր բացել, ասեք, թող հանրությունը իմանա։ Լրացուցիչ բան չունեմ, ենթադրություններ ունեմ, որոնք չեմ կարծում, որ ենթադրությունները հիմա ճիշտ կլինի։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը զգում է, որ իր վերընտրվելու հարցում Մոսկվան ունի ինչ-որ այլ դիրքորոշում, որը նրան անհանգստացնում է եւ կարիք կա եւս մեկ անգամ հոյանալ ուսած թագավորի։ Ես կարծում որ հեռախոսազանգը եւ Նիկոլ Փաշինյանի սպասվայցը Մոսկվա ընտրություններից առաջ արևմուտքին պիտի սթափեցնի, քանի որ արևմուտքը Եվրամիությունը, Դոնալդ Թրամփը սատարում են Նիկոլ Փաշինյանին եւ նրանք պիտի չափես հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված արևմտամետ կեցվածքը դա շղարշ է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետխորհրդային պատմության ընթացքում ամենառուսամետ քաղաքական գործիչն է։ Ինչ առումով առուսամետ Բոլորումներով Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը մնացել է ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ, ԱՊՀ անդամ, Նիկոլ Փաշինյանը 80-ից ավել անգամ այցելել է Մոսկվա, մի այդքան էլ հեռախոսազրույցներ է ունեցել, ապրանքաշրջանառությունը, առևտուրը Ռուսաստանի անգամ ավելացել է,
Ելեն, փաստերը շատ են, մեր հայրենակիցները կարծում եմ դրանց լավատեղյակ են։ Տեսեք, դուք մեկ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ամենառուսամետն է Հայաստանի ղեկավարներից, մեկ ասում եք, որ Ռուսաստանը խնդիր ունի իր վերընտրվելու հետ կապված, ինչու պետք է Մոսկվան դեմ լինի Հայաստանում ունենալ ամենառուսամետ վարչապետերից մեկը։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում կամաց նժարը թեքում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան եւ Նիկոլ Փաշինյանին այնուամենայնիվ Դոնալդ Թրամփի կողմից հաջողվեց պարտադրել թրիփ նախաձեռնությունը, որը Մոսկվայի սրտով չի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ռուսամետ է, ամերիկամետ է, թե թուրքամետ։ Նիկոլ Փաշինյանը աթոռամետ է եւ կհաջողանա բոլոր նրանց, ովքեր կերաշխավորեն նրա իշխանությունն ու վերարտադրությունը։ Եթե դա կարող է անել Մոսկվան, ինչպես դա արեց 18 եւ 21 թվականին, ուրեմն նա պիտի լինի ռուսամետ, եթե նա ցնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանը տանում է եւ նա կարիք ունի սատարման Էրդողանի եւ Ալիևի կողմից, ուրեմն պիտի նժարը թեքի դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Այսինքն պահի ազդեցության տակ ինքը փոխում է իր դիրքորոշումը, որը այո ինչ որ ժամանակաշրջանում այն էլ դուրս չկրեմլին։ Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ քաղաքականություն չի արում, որովհետև Հայաստանի վիլայեթացումը այնուամենայնիվ համաձայնեցված է Ռուսաստանի հետ եւ ռուս գործիչները բազմիցս նշել են, որ եթե պիտի մենք ստված լինենք հանձնել մեկին, ապա մեր համար ավելի նախընտրելի է Թուրքիան, քան Արևմուտքը։ Դրա մասին խոսել է եւ կարծեմ Դուգինը եւ մյուսները, Կուրղինյանը, կարծեմ մի խոսքով դա գաղտնիք չի։ Այսինքն ռուսների համար Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր է, նրանք իհարկե կցանկանային այն վերահսկել իրենց հատուկ ծառայությունների միջոցով, ինչպես դա նախատեսված է նոյեմբերի փաստաթղթում, եթե հիշում եք 9-րդ կետը այնտեղ ասում է, որ միջանցքը պիտի վերահսկվի ՖՍԲ-ի կողմից, բայց նրանք դեմ չեն լինի, որ դա անեն, ասենք, թուրքական հատուկ ծառայությունները, եթե չստացվի դա անել ՖՍԲ-ի միջոցով։ Իսկ ամերիկացիների խաղի մեջ մտնելը խառնում է եւ ռուսների եւ թուրքերի քարտեզը։ Դա չի նշանակում քարտերը, դա չի նշանակում, որ ես ամբողջությամբ կողմ եմ թրիփ այդ հայտարարությանը, այն տեսքով որով այն ընդունվեց, որովհետև դա այնտեղ կան կետեր, որոնք մեզ այնքան էլ ձեռ չեն տալի, նկատի ունեմ այդ տոկոսի մասնաբաժինները, այսինքն անխոչնդոտ երթևեկությունը եւ այլն, բայց դա չարյաց փոքրագույն էր, համենայն դեպս ավելի լավ է այդպես, քան եթե Զանգեզուրի միջանցքը վերահսկեր ռուսական ՖՍԲ-ն կամ կական Յաշման։ Ես հույսով եմ, որ թրիփը եւս կյանքի չի կոչվի, որովհետեւ Իրանում տեղի ունեցող փոփոխությունները, երբ որ Իրանը դառնա արևմտյան երկրների գործընկերը, օրակարգ կբերի հյուսիս-հարավը, որի միջոցով Իրանը, Հնդկաստանը կկապվեն Եվրոպայի հետ եւ դա արդեն լրիվ կբխի Հայաստանի ազգային ռազմավարական շահերից։ Պարզապես Եվրոպան, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, այս հիբրիդային պատերազմ են ասում, ընտրությունների շրջանում այդ կեղծ ինֆորմացիաների դեմ պայքարում, այդքան բանը չի հասկանում, որ ռուսամետ գործչի է պաշտպանում։ Աջակցում ավելի ճիշտ։ Հասկանում են, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց համար այնուամենայնիվ չարյաց փոքրագույնն է, որ նրանք Նիկոլ Փաշինյանին բանաբար համատում են Ռոբերտ Քոչարյանի, ասենք Սերժ Սարգսյանի կամ մյուս գործիչների հետ, նույն Սամվել Կարապետյանի, եւ
Հավանաբար այդ ասինքն այդ համեմատությունից ելնելով եւ ասում եմ Նիկոլ Փաշինյանը այն գործիչն է, որը հանուն իր իշխանության պատրաստ է նազիների որոշումների, այդ թվում նաեւ մուտքի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի վճնշում բանեցով նրանք խոսում են զսպել ռուսական գործի ընդլայն հարավային կողմում։ Նիկոլ Փաշինյանի սատարը ժամանակավոր բնույթ է կրում արևի կողմից, ես վստահ եմ, երբ որ Ռուսաստանը ստիպված լինի հեռանալ հարավային Կովկասից, իսկ դա մենք շուտ կտեսնենք ռուսայնական պատերազմի հանգուցման եւ Կրեմլի ռեժիմի տապալման հետևանքով արևմուտքը ես հույսով եմ դադարի Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դրանք կնպաստեն նաեւ Իրանում տեղի ունեցող փոփոխությունները, դրանք կնպաստի այն, որ Իսրայելի հաջորդ թշնամին կդառնա Թուրքիան եւ նրանք դրա մասին արդեն խոսում են Իսրայելում, իսկ դա կնշանակի, որ Իսրայելին եւ Արևմուտքին նույն թուրքական պանթուրքական գործոնը զսպելու համար Հայաստանում արդեն պետք լինի հակաթուրքական ազգային իշխանություններ։ Բայց միջև դա նրանք կսատարեն Նիկոլ Փաշինյանին, ցավոք սրտի Արևը հիմա կրկնում այն նույն սխալը, որը նրանք թույլ տվեցին Վրաստանում 2012 թվականին, երբ որ շարունակում էին սատարել Սաակաշվիլիին, որը արդեն հեղինակազրկվել էր եւ կորցրել էր սեփական ժողովրդի հարգանքը կոռուպցիայի շտատախվելու պատճառով եւ թրքամետ գործիչ էր, արդյունքում իշխանության եկավ կրեմլահապատակ Իվանիշվիլին։ Ես մտավախություն ունեմ, որ սխալը չկրկնվի այստեղ եւ մենք չտեսնենք նույն բանը Հայաստանում։ Բայց ամեն դեպքում դա ժամանակավոր բնույթ է կրելու, ամիսներ հետո հարավային Կովկասում կլինի լրիվ այլ ռազմաքաղաքական իրավիճակ եւ լրիվ այլ ճարտարապետություն։ Եվ դա ինձ հույս է ներշնչում։ Պարոն Գասպարյան, դուք արևմուտքից որևէ աջակցություն այդ դեպքում ինչի չունեք, եթե այդքան ասում եք, որ ազգային ուժ եք, Միացյալ Նահանգների հետ ազնիվ դաշնակցություն կսկսեք, նրանք որևէ կերպ չեն աջակցում ձեզ, թե աջակցում են, մենք տեղյակ չենք։ Որովհետեւ ես ասեցի, նրանք հիմա Հայաստանում հարկոր է իշխանություն, որի միջոցով դրանք այո կզսպեն ռուսական գործոն, բայց իշխանություն, որը թրքահաճո քաղաքականություն կվարի ավելորդ լարումից խուսափելու համար։ Արևկին հիմա ավելորդ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական լարում պետք չի, հետևաբար ազգային իշխանություն առայժմ արևմուտքին պետք չի եւ Իսրայելին պետք չի, ես մի քիչ առաջ դրա մասին խոսեցի, բայց շատ շուտով տեղի ունեցող եւ Կրեմլում եւ Իրանում փոխությունները խիստ կփոխեն նաեւ արևմուտքի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակում։ Այսինքն դուք ես ձեր պատասխանով ասում եք, որ ձեր դաշնակիցը դուք, եթե գաք իշխանություն, ամուր դաշնակցային կապեր եք ունենալու այն Միացյալ Նահանգների հետ, որը այստեղ թրքահպատակ իշխանություն է ուզում տեսնել։ Ձեզ համար ընդունելի է նման Ամերիկայի հետ բանակցելը, գործընթացների գնալը, դաշնակցություն ունենալը, թե ոչ։ Նարեկ ջան, հավանաբար դու չհասկացար իմ ասածը։ Ես ասեմ, որ առայժմ քանի դեռ կա ռուսական գործոնի ներկայությունը Հարավային Կովկասում եւ ռուսական վտանգը, արևմուտքը աչք է փակում Հայաստանի թրքահաճո քաղաքականության վրա։ Դա չի նշանակում, որ արևմուտքը հավերժ կողմ է լինելու Հայաստանի վիրեթացմանը եւ ինքնիշխանության գործին։ Ճիշտ հակառակը, շատ շուտով գալու է ժամանակ, երբ որ Թուրքիան է դառնալու հաջորդ թիրախ Իսրայելի եւ Արևմուտքի եւ այդ ժամանակ հայկական հարցը քրդական հարցի, Կիպրոսի հարցի հետ միասին բերվելու է օրակարգ եւ առանց մեր կարծիքը հարցնելու Հայաստանում ձևավորվելու է իշխանություն, որը սպասարկելու է արևմուտքի արդեն այդ փոփոխված ռազմավարական շահերը, որոնք համընկնում են նաև մեր ազգային շահերի հետ։ Բևեռ ժամանակը շուտով գալու է, շատ շուտով, շատ ավելի շուտ, քան շատերը կարծում են։ Որ Թուրքիան թիրախ է դառնալու, դա է շուտով գալու, այդ ժամանակն է շուտով գալու։
Վերքյան նախ է դառնալու, դա Վահե Գասպարյանը չի ասում Իսրայելի շատ պաշտոնյաներ, այդ թվում նաև Մոսադի նախկին ղեկավարը եւ նախկին վարչապետ ոնց էր անունը Նավթալի Բենեթը, որ մեր հաջորդ Իրանը, այսինքն մեր հաջորդ թշնամին լինելու է դրան։ Նրանք արդեն ամասին խոսում են։ Ռոբերտ Քոչարյանն էլ մոտավոր է ձեր նման կամ դուք իր նման մտածումն այլ ասում է աշխարհաքաղաքական ինչ որ փոփոխություններ լինեն, Հայաստանը իրավիճակից օգտվի տարածքների հետ կապված, բայց նա ավելի համեստ զուսպ բաներով, ցանկություններով է հանդես գալիս Արցախի հետ կապված, դուք Թուրքիայի հետ կապված եք ինչ որ առաջարկներ անում։ Աստված չտա այս մտածեմ հենց ոնց որ մտածում է Ռոբերտ Քոչարյանը, իրավիճակի փոփոխության մասին խոսելու Ռոբերտ Քոչարյանը հավանաբար նկատի ունի սիրելի Ռուսաստանին, ես հիշում եմ թուրքական օդանավը խոցելուց հետո շատ ռսապատակ քաղաքական գործիչներ ասում էին, որ ռուսական զորքերը ի պատասխան խոցված օդանավի կգրեն եւ մեզ կվերադարձնեն Կարսն ու Արդահանը, բայց Պուտինը նախընտրեց արգելել թուրքական լոլիկների ներկրումը Ռուսաստան։ Ես շատ ավելի լուրջ բաների մասին եմ խոսում, որոնց Ռոբերտ Քոչարյանը հրու է։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան, հարցազրույցի համար։ Ես եմ